Վերջին անգամ երբ աշխատավարձի բարձրացում նկատել։ Հերոսակ իրաց ամեն օր բարձրացնում են էլի։ Այս ճամփից էս կողմ եկեք այլ չկարողանում։ Իրանք այլ բարձրացնում են իրանց աշխատավարձները, թոշակները չեն բարձրացնում։ Դե ժողովրդին դրել են սոված տաշտի մոտ։ Թոշակները ապրիլի 1-ից բարձրացվելու են, տեղյակ չեք դուք, 10,000 դրամով բարձրացվելու են։ Բայց մենք չգիտենք ինչ պետք է անենք այդ 10,000 դրամը, որ իմանանք ինչ անենք, այդ ուրիշ հարց։ Թե չեմ ղեկավարություն ասում է դուք այս թոշակառուն չգիտի ինչ պետք է անի այդ 10,000 դրամը։ Մենք է նստած այս թոշակառուներով հա մտածում ենք այդ 10,000 դրամը ինչ անենք այ մարդ։ Հիմա ինչ եք անելու ապրիլի 1-ից։ Ապրիլի 1-ից ոչ մի բան չգիտեմ ինչ անեմ, պետք է դիմեմ բանը վարչապետին ասեմ ինչ անեմ այդ 10,000 դրամը, ինչ խորհուրդ կտա, որ խորհուրդ տա ես էլ անեմ, թե չեսնես ոնց կլի։ Այ մարդ Դեղատներից օգտվում եք դուք, անվճար են տալիս, վճարում եք դեղերի համար։ Չէ, այն նոր սկսել եմ անվճար օգտվել, ես չգիտեի, նոր եմ իմացել, անվճար եմ օգտվում, բայց ես երեք լսում եմ մի հատ հաղորդում, որ այդ դեղորայքը պետքա շատ թանկանալու է, եւ մեր մոտ թանկ է դեղորայքը։ Դեղորայքը երրակի անգամ համարը Վրաստանից, Ռուսաստանից թանկ է, իսկ թոշակները ընդեղից ցածր է։ Գիտեք ինչ կա, այս ամեն ինչի հետևանքը պետքա ման գալ 90 թվականներից, 1990 թվականներից, ընդեղից է եկել սա։ Ամենամեծ թալանը եղավ Լևոնի ժամանակ, դրանից հետո Ռոբերտ Քոչյանի ժամանակ, հետո Սերժ Սարգսյանի ժամանակ, հիմա էլ սրանց ժամանակ։ Այս ժողովուրդը մեղք կա այմարդ։ Ոնց կարելի է այս թալանել այս ազգին։ Գործազրկություն նկատում եք Հայաստանում, դինամիկան ինչպես է նվազել է, աճել է։ Ես դա չեմ կարող ասել, թե ես չեմ աշխատում, ես թոշակա, բայց ես ինչքան գիտեմ, գործազրկությունը շատացել է։ Ինչքան կարդացել եմ, չեմ կարող ասել այդպես։ Բայց մարդիկ փող չէ, աշխատավարձ չեն ստացել։ Ասում եք թոշակը չէ 10,000 դրամ։ Նվազագույն զամբյուղն ինչքան է։ 80,000-ի մոտ է նվազագույն զամբյուղը։ Իսկ նվազագույն 40,000 թոշակ է տալի։ Այդ թոշակառուն ինչ անի։ Ինչ ուտիր, կոմունալը փագի, դեղորայքը, ուտելիքը, որ մի բան անի։ Մի հատ այդ 40,000-ը տամ վարչապետին պարոն, թող գնա տենամ ոնց կաբրի այդ 40,000-ով մի ամիս։ Կաբրի, չի ապրի։ 12,000, հա, դոլարի չափ պրեմիա ստացել։ Ինչի համար։ Այդ նախարարներին, որ 7-8,000 պրեմիա են տալի, 7-8 միլիոն։ Ինչի համար են տալի։ Ինչ են արել։ Առողջապահության համակարգը լմտեք պոլիկլինիկա տեսեք ինչ է կատարվում։ Այդ բժիշկները չեն կարող հիվանդի հետ աշխատել։ Այդ համակարգչով են աշխատում ավելի շատ, քան թե հիվանդի հիվանդությունը հոգան այ մարդ։ Այդ ո՞նց կլի դա։ Ես չեմ հասկանում։ Չի կարելի սենց։ Սա լավ բան չի, լավ բանի չի բերում։ Ես ասեմ, այս ղեկավարը պիտի գնան։ Սրանց փոխարեն պետքա ուրիշները գան։ Այ մարդ Պասկաստանում պատերազմը։ Այստեղ երեք ուրեմն լսում եմ այդ հաղորդումը, համաճարակային այդ բաժանմունքներ կան, տուբերկուլոզի, ասում ֆինանսավորումը կտրել են։ Բա որ դրանց ֆինանսավորումը կտրել են, եթե հանգարց մի հատ համաճարակ լինի հաստատ, ինչ են անելու։ Ես չգիտեմ, սրանք ինչով են մտածում, հանգած պերաշկի ուտելով, կուկուրուզ ուտելով ման են գալի։ Ոնց կլի դրա վերջը երեխեք, ես չէ դուք ինձ ասեք էլի։ Լավ չի վիճակը։ Թոշակառուն ամենախոցելի խավն է, ամենախոցելի նորածին երեխաների նման, որտև թոշակը, ասում եմ 40,000 է, ուրեմն Ամերիկայում դեսպան է հիմա այդ տղան։ Կառավարության նիստին Նիկոլը հարցնում ասում է նվազագույն զամբյուղն ինչքան է, ասում է 34,000։ Նիկոլը զարմացած ասում է ոնց, ուրեմն այս հələ 2,000 կարան տնտեսեն։ Հետ կրնգին սոցիալ նախարարության աշխատակիցը տպում է որ նվազագույն զամբյուղը 79,000, չեն ամաչում խափում են այ մարդ։ Ոնց կարելի է ժողովրդից քան խափել, չի կարելի չէ։